զարգացնել աստղագիտությունները, որտեղ չեմ կարծում, որ չափից դուրս գալու Մարքսը, որ ասում է գեցությունն որոշում գիտակցություն, այսինքն ոչ բացարձակ, բայց ամենայն դեպս ուրեմն մարդու համար պետք է տեսական մեծ նշանակություն ունենալ աստղագիտությունը, որպեսզի մարդը սոված կամ կիսակուշտ սկսել մտածել ուրեմն աստղերի, տիեզերքի եւ այլ հարցերի շուրջ։ Եկան մտածելով եվրոպական գիտնականները եկել են մի ինձ թվում է կիսաճիշտ եզրակացության, որ աստղայության զարգացումը մեծ նշանակություն ունի գյուղատնտեսության կազմակերպման համար։ Այսինքն մարդը, որպեսզի կարողանար ցանել, վարել, հնձել, անհաշտ է, որպեսզի լավ կարողանար հասկանալ, թե երբ պետք է սկսել վարել, երբ սկսել ցանել եւ այլն եւ այլն։ Բայց ստեղ միանգամից առաջանում է մեծ հակասություն։ Եվրոպական գիտնականները գտնում են, որ աստղագիտությունը զարգացել է միջագետքում եւ Եգիպտոսում։ Ով 0.1% պատմությանը ծանոթ է, գիտե, որ եգիպտացին ոչ անհրաժեշտություն ուներ, ոչ էլ իմաստ ուներ նայելու աստղերին որոշելու համար, թե Նեղոսը երբ է բարարում, թե Նեղոսը քանի օր է մնում բարարված վիճակով եւ երբ պետք է իջնի, որ ինքը արդեն հումուսով հարուստ խոնավ ողի մեջ ցանի սերն է։ 2-3 տարվա կրկնությունը նրան հետ հաստ կբեր, անգամ եթե հետել չլիներ, ինքը գիտեր, որ եթե բարարել է, ուրեմն անհրաժեշտ է արդեն նախապատրաստել հողը վարելու։ Նույնը նաև միջագետքում, որովհետև դա կապված էր երկրի հետ, երկրի վարարման հետ։ Հետքերը տես մեջ չեն գտնել, բայց մի վիճակում նաև գտնվում Հնդկաստանում, այլ է վիճակը ուրեմն հայկական լեռնաշարում։ Ինչպես դուք գիտեք, հիմնականում ավելի հին աստղադիտարանները կամ հիմա վիճում են աստղադիտարանները, թե չէ, բայց իրականում վիճելու բան չկա, Կարապունջը, մյուսները գտնվում են միջին եւ միջինից բարձր բարձրությունների վրա։ Ես իմ գրքում դրա մասին հայտնել էի եզրակացություն, որ ուրեմն ամբողջ խնդիրը սրանն է։ Այդ հարության շրջանից հետո երբ պատմության մեջ մտած եղավ մեծ ջրհեղեղը, իսկ հիմա համաշխարհային պատմությունը ընդունում է, որ ջրհեղեղը կապված է այդ հարության շրջանի հետ, եւ փաստորեն ջրհեղեղը սկսվել է միանգամից այդ հսկա սառույցները մի քանի կիլոմետրանոց հալել են եւ դրա հետևանքով իրենց հետ բերելով մեծ քանակությամբ կավ ծածկել են դաշտավայրերը եւ երկար ժամանակ առաջացել է ճահճացված շրջաններ։ Եվ այս պայմաններում հենց առաջին հերթին հայկական լեռնաշխարհում, նաև մյուս լեռնային գոտիներում առաջացել է այսպես կոչված քոչվոր հողագործություն հասկացողությունը։ Ուրեմն մարդիկ չէին կարող, ասենք Արարատյան դաշտում բնակվել երկար ժամանակով, որովհետև կլիման չափից դուրս անառողջ էր, նաև չկար մեծ քանակությամբ որս, դրա համար նրանք ստիպված էին բարձրանալ կիսալեռնային եւ լեռնային գոտիներ։ Բայց տարվա ընթացքում նրանք ստիպված էին մեկ անգամ իջնել, վարության անել եւ վերադառնալ։ Ուրեմն եթե նրանք ասենք 15-20 օր ուշ իջնեին, նշանակում է, որ Արարատյան դաշտի կավահողը արդեն չորացած է եւ այլևս հողագործության համար պիտանի չէր։ Եթե նրանք ավելի վաղ գային, նշանակում էր հանդիպելու են ճահիճներին եւ փաստորեն նորից հողագործության նաև կերակրման խնդիր է։ Այս պայմաններում է, որ խիստ անհրաժեշտություն էր առաջանում այսպիսի գոտիներում ճշգրիտ որոշել ժամանակագրությունը։ Եվ մենք տեսնում ենք, որ հետ, ասենք Կարապունջի հնագույն քարերը համապատասխանում Սիրիուս աստղի ի հայտ գալուն, որը համապատասխանում էր մայիսի վերջերին, հունիսի սկզբներին, որը գիտեք հիմա էր Արարատյան դաշտում մայիս ամիսը ամենայն դեպս խիստ խոնավ ամիս է եւ մայիսի վերջերից է, որ սկսվում է եղանակը պայմանավորել, իսկ այդ պայմաններում ավելի տաք։ Ամենայն հավանականությամբ հենց մայիսի վերջերին եւ հունիսի սկզբներին էր, որ լավագույն պայմաններ էին հողագործության համար,
Եվ մենք տեսնում ենք, որ Սիրիուս Ավստրի հայտնվելու պահին էր, որ ասենք Արագածի բարձրադիր վայրերից կարող է իջնել Արարատյան դաշտ կամ Քարամնջից դեպի Սևանի դաշտ, որպեսզի իրականացվեն իրենց հողագործության աշխատանքները։ Բայց ամբողջ խնդիրը սա, ես ասացի սկզբում, որ հողագործության հետ կապվել է կիսաճշմարտությունը։ Իրականում դա ամենայն հավանականությամբ կապ ուներ, բայց կա նաև մեկ այլ բան։ Խնդիրը նրանումն է, որ մենք ինչ արվեց ասել մեր հերումին բավականին հանճարեղ ձևով խոսել է այն մասին, որ հնագույն ժամանակներում մարդիկ փորձել են պարզել իրենց դիրքը, երկրագնդի հետ կապված հաշվարկներ անել, ուսումնասիրել աստղային երկինք, իսկ այդ մի կետից հնարավոր չէր անել, որի համար են Քարամնջից բարձրացել են նույն աստիճան դեպի հյուսիս և հարավ, որտեղ են հիմնվել է Սթոունհենջը և ուրեմն հարավում այն ժամանակ դեռևս հայտնաբերված չէ, որի համար մեր հերունին հայտարարեց, որ Քեոքսիբուրգը աստղադիտարան է։ Իր այդ հայտարարությունից մի քանի տարիներ հետո միայն ամերիկյան ու գերմանական ուրեմն պատմաբանները հայտնաբերեցին, հետո դա ապացուցվեց նաև անգլիական ու գերմանական աստղագետների հետ ևս հնագույն մի աստղադիտարան, որտեղ ուրեմն ի տարբերություն Սթոունհենջի նաև քարերի վրա մնացել են ուրեմն երկնքի աստղերի, համակարգերի, կենդանակերպերի պատկերներ և ստացվել է մի ֆանտաստիկ բան։ Պարզվեց, որ Եգիպտոսում փորձել են հաշվել 3600-ամյա փուլեր։ Այսինքն նրանք կարողացել են այդ աստղային երկնքի քարտեզներ կազմել ինչպես մեր թվարկությունից առաջ 12,000-ամյակի, այնպես էլ այնտեղ հայտնաբերված է այժմյան երկնքի քարտեզը, որը համապատասխանում է մոտավորապես Քրիստոսից հետոյի ուրեմն քարտեզին։ Իմ կարծիքով սա միայն ենթադրություն է, որ մարդկանց ամենայն հավանականությամբ այդ համաշխարհային ջրեղեղը կամ հարության շրջան իրականում սարսափելի վախեցրել է։ Եվ մարդիկ փորձ են արել պարզել ապագա գալիք, ուրեմն աղետի ջրեղեղի ժամանակաշրջանը, ուրիշ հարց, որ իրականում կարողացել են հաշվարկել մի բան, որը հիմա չեն կարողանում հաշվարկել։ Ընդհանրապես ասեմ, որ չափից դուրս արևածային ֆանտաստիկ բաներ կան, ասենք Պերույում հայտնաբերված է հայի մարակ կոչված հնավայրը, որը ուրեմն կապված է տեղի հնդիկների անունով այդ հայի մարակը։ Մարակ բան ինչարից ասեմ, որ ունի մի քիչ եւ այժմյան իմաստը մի քիչ ավելի ուրիշ իմաստ։ Գիտեք, մարակը հայկական այն տունն է, որտեղ պահվում է սննդամթերքը։ Եթե հնարավոր է մարակը փորված է լինում լեռան մեջ, կամ որ ավելի լինի սառը։ Հին ժամանակվա հայկական տները ունեն 3-րդ հասարակը, շրջանաձև տեսք ունեն և դիմացը բացվում է ուղղանկյուն, երկարավուն, ուրեմն հետո կասեն շվակը, որը մնաց և հռոմեական պատմական ճարտարապետության մեջ և հունական դրա նպատակն է հիմնականում, որպեսզի քամիներից պաշտպանեն և այս տարածքներ, որ կոչվում են մարակ, և մարակ բառը կարելի է բացել մար, չգիտեմ, մենք դասախոսների ժամանակ չեմ ասացի, որ մե տարը, ընդհանրապես հայկական այգիները ունեն գաղափարներ և մե տարը հայերենում նշանակում է նյութականացում, որի համար ասենք այլ բառը, երբ որ մեն դրվում է դեմում, դառնում է մար, այսինքն ֆենոտիպի սկիզբ, երբ որ դրվում է հեմ, որը նշանակում ավելի հոգևոր, դրվում է հայր։ Եվ մարը հենց նշանակում է արի նյութականացում, պատահական չէ, որ առաջին ժողովուրդներից մեկը, որ արիական ձևավորվեց, հենց ստացվեց մարեր անվանումը հայերի կողմից։ Իսկ ագը իրականում ագն է, այսինքն տարածք, տեղ, որտեղից կարելի է գնալ դեպի արիացին դեպի մարդը։ Շատ հետաքրքիր է, որ այդ Պերույի հնդիկները խոսում են այն մասին, որ այդ հայ մարակը
որը ինչ արեց հավաքած ասել, որ հար եւ նման է մեր ուրեմն մհերի դրանը։ Ես մի քանի մարդու այդ նկարը դիտավորացույց եմ տվել, ասել եմ էսի որն է, ասել եմ մհերի դուրն է, բայց դա Պերիում է գտնվում։ Եվ ուրեմն ըստ ավանդության դա եղել է դուր, որտեղից աստվածները այլ աշխարհից տեղափոխվել են մեր աշխարհ եւ կապ են պաշտպանել ինկերի հետ, այդ մասները եթե չեմ սխալվում ասել են, որ ինք չեն, նրանց անունը Ինգա է, այդ ժողովրդի եւ դրա հակառակ ընթերցումը գալիս է Ագնիա եւ հիմա ապացուցված է վերջերս հերթացող դրա մասին խոսեցին, որ ինքերն ունեցել են հենց եվրոպական արմենոիդ տիպը, ուրիշ որ արդեն եվրոպական պատմաբանները խոսում են, որ վիկինգներն են գնացել, եկել հասել մինչև անգլերի լեռները, ինքերի վերնակազմը վիկինգներից ակնում են։ Բայց երբ որ տեսնում ենք իրանց բանը, բավականին երևում է նրանց գալը, թե ոնց են Ճապոնիայից Այա ժողովուրդը գնացել հասել այնտեղ, իսկ Այաները, չեմ սխալվում, ասել են, որ Սև ծովի ափին ապրող Կորսիտ կոչվող տարածք կար, ոչ թե Կորսիդան, հետո միայն առաջին դարում Կորսը եւ Կորսիդան խառնեցին իրար։ Այա երկիր կար, որտեղից նրանք ըստ ավանդության գնացել հասել են Ճապոնիա։ Եվ դրանք էին, որ հասել են Ամերիկա։ Ուրեմն այդ աստղագիտության մեր իմացություններ, հիմա դրա համար եմ ասում, պարզել անհնարին է, ինչպես է եղել։ Որոշ գիտնականներ կան, որ ասում են, որ ատավիզմի արդյունք է անգամ, որ եթե ոչ բոլոր մարդիկ, ապա եղել է մարդկային մի խումբ, որը կարողացել է կապել տիեզերական կենտրոնի, Հովհաննես Դավթյանի ասած այդ արարչի կամ բիոնային դաշտի հետ եւ այնտեղից կարողացել են ստանալ ինֆորմացիա, հիմա շատ-շատերը այդ մասին լուրջ ձևով մտածում են եւ մեր լեկցիաների մեկի ժամանակ ես եթե չեմ սխալվում, ասացի ձեզ, որ մեր մասից է ցանցանում այդ անտենան, որը բիոնային դաշտից ստանում է ամբողջ ինֆորմացիան, որով տեղափոխվում են հայկական լեռնաշխարհի կենսաբանական դաշտեր, 7-ակնի, 8-ակնի, 9-ակնի, բյուրակնի, այնտեղից գնում են Պելուս դաշտը, Բալկանյան թերակղզի, մինուս դաշտը, դրանք ես ասում եմ միշտ չեմ ասում, ասում եմ հարաբերական հասկացողություն է, Երուսաղեմ եւ Չեզոք դաշտը, Տիբետ, որով ընթանում է այդ շարժումը, եւ մենք գիտենք, տեսնել մյուսները, որոնք կարողանում են այդ ինֆորմացիան ստանալ։ Գուցե այդ ժամանակ այդ բնությունից չկտրված մարդիկ կարողացել են ավելի մեծ ինֆորմացիա ստանալ, բայց էսի Իմիջալով, հետո ուզում է շարունակել եւ հայ աստղագիտության զարգացումը։ Մենք ունենք եւս մի հրաշք, որը ոչ մի հայ ոտքը դեռ չի գցել եւ ընդհանրապես հայերի համար արգելված գոտի է։ Դա արևմտյան Հայաստանում Աբձնիկ եւ Մոկ գավառների միջև հայտնաբերված խորտասար կոչված սրբավայրն է։ Միանգամից ցանկացած հայի, հատկապես իմ սիրելի Սյունիքի ժողովուրդը միանգամից խորտասարը պորտակարի կապի եւ իսկ թողնած սխալված չի լինի, որովհետեւ հնագույն բոլոր լեզուներում պորտ հենց նշանակում է աշխարհի կենտրոն, սկսած Պարսկի կղզի եւ պատահական չէ նաեւ Մոկ անվանումը դերևս ուրեմն հին պարսիկները եւ Մարերը պնդում են, որ իրենք եկել են սրբազան մոգած աշխարհից հնագույն այդ գիտության, մոգության կենտրոնից։ Ուրեմն ասում, որ հայտնաբերել են սկզբում ամերիկացիները տարածքը կարծելով, որ բյուզանդական գերեզմանավայր է, եւ միայն 91-92 թվականին գերմանացիները սկսեցին նրա պեղումները։ Հիմա պեղված է մոտ 6 հեկտար տարածք, ամբողջ այդ սրբավայրի միայն 6%։ Պարոն գերմանացիները գտնում են, որ այդ տարածքը սկսվել է կառուցվել 11,000 տարի առաջ, մինչև
7,500 տարի առաջ, որից հետո չգիտեսվի մեր աղձնիքի և մոթի հայերը գժվել են, թե ինչ են արել ու վերցրել բահերով ամբողջ այդ հսկա ստարը հենց հողով ծածկել է։ Այլ բացատրություն չկա, որովհետև պեղումների ժամանակ երևում է անգամ ճանապարհների սալակ հարերը ոչ մի բան կոնսերվացիոն վիճակում է։ Իրականում դրա բացատրությունը կարող է լինել մեկը։ Դա իմ ասած Հալոցյան շրջանից առաջ կառուցված սրբավայր է եղել, որը ուրեմն ծածկվել է հենց այդ Հալոցյան շրջանում, երբ որ հսկայական լեռներից գալացող այդ հողը պարզապես այդ հնավայրը ծածկել է։ Ինչ կապեր տարօրինակ և զարմանալի։ Առաջին, որ հենց հնյաբանները գտնում են, որ բուրգը, Քեոպսի բուրգը, որը 4 անգամ ավելի երիտասարդ է, չեմ խոսում Ստոունհենջի և մյուսները, պարզապես մանկական խաղալիքներ են Պորտասարի հետ համեմատած։ Եվ այնտեղ ուրեմն կա ամենակարևորը մեր համար, ուրեմն մեր խաչքարերի նախատիպերը, արդեն խաչքարի տեսքով, բայց կենդանակերպի պատկերներով կամ քարեր, որոնք պահպանում են անգամ մեր խաչքարերի վերևի թեքված մասը, կորությունը ետևի, որը խոսում է այն մասին, որ բավական է հիմար որոշ մարդիկ պնդեն, որ մեր քաղաքակրթությունն ունի կտրված մինչև քրիստոնեությունը, մինչև քրիստոնեությունից հետո, մինչև մեր քաղաքակրթությունը երբևիցե կտրվածքներ չի ունեցել, գոնե 13-14 հազար տարի։ Սա առաջին։ Եվ սրա ամենամեծ ապացույցներից մեկը, ես ուզում եմ մի քիչ գալ առաջ, խոսել մեր մյուս մեծերի աստղադիտական ուրեմն պատկերացումների մասին։ Անանիա Շիրակացուն երևի լավ գիտեք, եւ 7-րդ դարում արդեն տվել է այնպիսի բացատրություններ, որոնք հիմա մարդկանց զարմացնում են, որի համար էլ պրիմիտիվացում են, ասենք Անանիա Շիրակացու բոլորը դա գրքում կարծացել է, դասագրքերում, որ երկրագունդը նմանեցրել է ձվին, եւ պարզապես ասում են, որ կլոր հերից չէ, նա տվել է ամբողջ սկսած գիոն բանը, օզոնային շերտը, որը այդ բարակ թաղանքն է, երկնակամարը, իր միջուկը եւ այլն, այսինքն ինքը իրականում եղել է չափից դուրս խորը, նաեւ ծիրկատի մասին կարողացել է տալ հենց հանճարել բացատրություն աստղերի, որ անգամ այսօր զարմանալի եւ ստեղ նորից եմ ուզում ասել, ցավոք սրտի մենք մեր մատենադարանում 40,000 գիրք ունենալով ունենք միայն ուսումնասիրված գրի առած 800 գիրք։ Տվասի ձեզ հիմա արդեն թարգմանության փուլում է Անանիա Շիրակացու աշխատություններից մեկը։ Արդեն 7 տարի է հայտնաբերված, ոչ մեկ հետաքրքիր չի, որ 7-րդ դարի հայ փիլիսոփա աստղագետի նոր գիրք է հայտնաբերված եւ հույս ունեն, որ կարողանան տպագրել հայերեն իմանան, որ 30 քանի հազար գրքերի մեջ դեռ շատ բաներ կա, որոնք անհրաժեշտ է, որ մարդիկ իմանան։ Հիմա ուրեմն այդ մեր հետագայի մեծերի պատկերացումների մասին է ուզում խոսել։ Առաջին հերթին Նարեկացին։ Ասեմ, որ Նարեկացին իրականում իր գիրքը բաժանում է 4 մասի, որոնք ուրեմն նույնիսկ միջին դարերում թույլ չի տրվել։ Գտնելով, որ սա Նարեկացին չի կարող լինել, Նարեկացին չի կարող ուրեմն խոսել այդպես բաների մասին։ Իսկ Նարեկացին իրականում հենվում էր հին հայկական աշխարհաճանաչման, աստղագիտության, եզերքի կառուցման մոդելի մասին։ Եթե նա իր առաջին մասում խոսում է մարմնական մեղքերի մասին, երկրորդ մասում սկսում է խոսել հոգևոր մեղքերի մասին, հետո մարդը սկսում է խոսել մտածումը ոգեղեն մեղքերի մասին, մյուս մասում արդեն նա մաքրված վիճակում հավասար կանգնում է արարչի առջև ու ասում, որ գիտես վերևում ես, ես ներքևում, բայց մեր մեջ տարբերությունը շատ մեծ չի, մենք նույն կետից ենք գալիս, մենք միասին ենք հոգով և մարմնով։
Բայց սա նարից գալիս է մեր աստղագիտությունից և աշխարհի արարման մոդելից։ Խոսեցինք, որ ուրեմն չէ, մասին չեմ խոսել, ասեմ, ուրեմն գոյություն ունի երկու կնիկը մի օր մերյալների գիրքը, մեկը եգիպտական և մյուսը ուրեմն տիբետյան գրքեր։ Բոլոր գիտնականներ, ուսումնասիրողները գտնում են, որ այդ երկու գրքերը ունեն մեկ ուրիշ ավելի հին երրորդ գիրք, որից վերցված են այս երկու սրբազան գրքեր։ Ինչի համար։ Որտեղ եթե մեկը մեկից վերցված լինեն, պետք է լիներ տարբերությունները և նմանությունները այլ մակարդակով, որտեղ տարբերություններ պատահում են չափից դուրս, ոնց որ աղավաղված վիճակում և նմանությունները չափից դուրս կրկնվում են, որը խոսում է այն մասին, որ կա ևս մեկը, որից վերցվել է տարբեր վարիացիաներով կամ ասենք գիտակցության տարբերությունով։ Եվ ինչ է խոսվում այս գրքում։ Առաջին հերթին երկու գրքում են բացահայտվում են մեր ժայռապատկերներում պատկերված հավերժության նշանը և հավերժության երկվության այդ նշանը։ Գրքում ես կոչել եմ դրան թիթեռնիկ, որովհետև ուրեմն այս 8-ը արգատ վիճակում կար նաև չափից դուրս շատ երկու թև կպած իրար։ Արդեն մոտ 9 տարի է, որ համաշխարհային աստղագիտությունը իրականում արդեն ապացուցել է, բարձրապես գտնում որ աշխարհի մարդկանց մտածելակերպը դեռևս ի վիճակի չէ հասկանալու, որ կիսատ պրատեն և ուրեմն առաջին պայթյունի տեսությունը և մյուս տեսությունները, որովհետև պարզվում է, որ իրականում տիեզերքը ունի ուրեմն 8 հավերժության նմանություն և ի վերջո տիեզերքի սկիզբը գալիս պտտվելով միանում է իր վերջին և փաստորեն վերջին գրքում առանց վախենալու գրել են, որ անգլիացիները ծախսելով միլիարդներ կարողացան միայն 2000-ական թվականներին պարզելան ինչ-որ մեր նախնիները գիտեն սրանից գոնե 8-9 տարի առաջ կգա ժամանակը և անգլիացիները ստիպված կլինեն ընդունել, որ տիեզերքը մեկը չէ, որ ավելի ճիշտ կլինի ընդունել այդ երկու տիեզերքների խփած խորհրդանիշը, որը մեր նախնիներն ունեն։ Ուրեմն ինչպիսին էին պատկերացնում հայերը տիեզերք և իրանց ինչպես էին պատկերացնում այս պայթյունի և ոչ պայթյունի տեսությունները։ Ինչ արեց ամենահետաքրքիրն է, որ մեր հայ գիտնականները հաճախ նույնիսկ չիմանալով և հաճախ իմանալով, ասենք Հովհաննես Դավթյանը լինելով ֆիզիկոքիմիկ, մաթեմատիկ և այլն, շատ լավ զգում էր իր հոգևոր կապը նարեկացել և այդ ֆիզիկոքիմիկը իր կյանքի վերջին տարիներին, երբ որ ուրեմն նաև մեր բանակի համար զենք էր արտադրում ու հագուստ էր արտադրում, մեր ժամանակ ունեցավ, որ գրեց նարեկացու աշխարհընկալում գիրքը։ Եվ ուրեմն ինչու՞ն է հարցը։ Ուրեմն հայերը ընդունելով, որ գոյություն ունի տիեզերքի սկիզբ, գտնում էին, որ դա ընդամենը փուլերից մեկն է և ընդունում էր այն տեսությունը, որ ինչը ունի սկիզբ, ունի նաև վերջ։ Իսկ աշխարհը չի կարող ունենալ սկիզբ և վերջ, այլ կարող է միշտ լինել ստատիստիկ փոփոխական վիճակում, արարում, ավերում, սկզբունքով, որը ասեմ հանճարեղ ձևով երևում է մեր սասնածռեր էպոսը։ Երբ ուրեմն փոքր մհերը արդեն գիտեր, որ գնա և փակվի ագրավակարում, իր միակ գործը լինում է Մսրը գնա և ոչնչացնի։ Որտեղ բնականը, եթե աշխարհում չկա դրական բևեռը, արարման բևեռ, ուրեմն անելիք չունի բացասական բևեռը։ Երկուսն էլ պետք է գտնվեն հանգստյան կամ ժամանակավոր ոչնչացման մեջ, բայց հայերը ավելի հանճարեղ ձևով են խնդիրը լուծում։ Երբ ասում են փոքր մհերը հեռանում է, տեսնում որ Մսրի ծուխ է բարձրանում։ Գալիս տեսնում մի հատ պարավ, մոքիրը խառնում է։ Ասում են պարավ ես ինչ ես անում։ Ասում է չիմանամ որ Մսրի ծուխը մարել է։ Ասում են
հոգերներով եկալում դրան 2,5 ամ։ Խնդիրը ավելի խորն է, փիլիսոփայական, այդ բացասական բևեռի բաժանումը հնարավորություն է տալիս, որ փոքր մհերին դուրս գալուց հետո նորից ակտիվանա բացասական բևեռը եւ parallel ավերում այդ սկզբունքը շարունակի իր գոյությունը։ Այսինքն հայերը գտնում են, որ այդ մեծ պայթյունը պարզապես մի վիճակից մեկ այլ վիճակի անցնում է, ինչպես ասենք հնդիկները հետագայում դա անվանեցին Բուդդայի ցերեկ եւ Բուդդայի գիշեր հասկացողություններով։ Եվ մենք տեսնում ենք, որ մեր ասենք հենց էպոսը, չէ, կարծես սկսում է կեսից։ Զգացում է, որ գոյություն ունի դեռևս ավելի սկզբնական փուլ եւ ինչ որտեղ կորել է եւ բազմաթիվ գրականագետներ փորձել են գտնել։ Իրականում գտնելու ոչ մի բան չկա։ Սկսվում է նույն փուլի սկզբով, ավարտվում է փուլով եւ ընդունվում է, որ այդ փուլից առաջ կար այլ փուլ եւ այս փուլից հետո լինելու է մեկ այլ փուլ։ Կարճ ես կուզենայի խոսել, ովքեր որ լսել են, ներող կրեն շատ արագ։ Ինչպես էին հայերը պատկերացնում աշխարհի արարումը, այդ ասեմ, որ հին բոլոր ժողովուրդների մոտ կա կիսատ եւ ամբողջությունը, եթե դրան կարելի է բերել ու դնել մեր մեջ, տեսնել թե որտեղից են իրենք, որ սկսել են, ասենք, երբ որ հույնները խոսում են, որ սկզբում եղել է քաոս։ Քաոսից առաջվա փուլը նրանց մոտ բացակայում է։ Հնդիկները խոսում են նախասկզբի մասին, որից պետք է լինել, այսինքն արդեն ինչ-որ մի պատկան, որը անգամ ավելի հետո է գալիս, քան ուրեմն բուն քաոսը։ Հայերի մոտ մեր ժայռապատկերներում կա այդ պատկերները շատ հանճարեղ ձևով եւ մուլտինման իրար շարունակելով, ուրեմն պատկերված է այդ ամբողջ process-ը։ Այն հիմա ուրեմն խոսեն դրա մասին։ Ուրեմն հայերը գտնում են, որ սկզբնական շրջանում եղել է այսպես կոչված վիշապի ժամանակաշրջան։ Վիշապ բառը հայերենում շատ լավ բացվում է որպես վի եւ շապ, շապիկ, որ նշանակում է այն հնդիկների ասած նիրվանա, այսինքն մի տարածք, որը խտացված է իր մեջ, խտացված պահում է ամբողջը, այսինքն եւ իդեան, եւ մատերիան, եւ ժամանակը, եւ տարածությունը, ասում են մեր հեքիաթներում հանճարեղ ձևով երևում է, թե ոնց, ասենք, երբ որ հերոսը մտնում է վիշապի երկիր, ինքը գնում տեղ չի հասնում, ոչ ցերեկա, ոչ գիշեր, ինքը ուտում է ու չի կշտանում, այսինքն այդ բոլորը դեռևս առանձնացված չեն իրարից։ Հետո գալիս է արդեն հրեշի ժամանակաշրջանը, ասում ենք, որ էշ բառը հայերեն եւ ընդհանրապես հին մոտապես բոլոր լեզուներով նշանակում է ուղղություն տվող ճանապարհ ցույց տվող, որից ծագում է Քրիշնա, Եշուա, Իշխանը, Իշտիրը եւ կարելի է բազմաթիվ երեք աստվածություններ Եշուան միջալուց դա Քրիստոսի հրեական անունն է եւ Քրիշնան ու Քրիստոսներ նույնն են, երկուսն են նշանակում են սրբազան ճանապարհ ցույց տվող, փոս, վերջավորության երկուսն են բացատրում, նույնիսկ ռուսերեն գողական Կրիշա բառը, նորից նշանակում է ճանապարհ ցույց տվող բացաշքան միջալը։ Հա։ Եվ ուրեմն այդ հրեշն նորից հասկանալ է, հրեշ, այսինքն նշանակում է պայթյունով ճանապարհ բացել, որից ասում են մնացել է քրիստոնյացած նաև հրեշտակ անունը։ Հր, իշտ եւ ակ, որ նշանակում է հրե ճանապարհի ակուն, երբ որ մենք հին պերոնի մասին խոսում ենք, ասացինք, որ մեր հին պատկերացման գոյությունն են դիցեր, դիցուհիներ, դա տիեզերական համակարգված սիստեմն է, իր սուրբ երրորդություններ, որոնց մեջ գործում են հրեշտակները, այսինքն բնական օրենքները, եւ ոչ մեկը չի կարող խախտել այն տիեզերական օրենքն ու օրենք համակարգը եւ օրինաչափությունները, որը բարարված է այդ սիստեմի համար։ Եվ այդ դեպքում իմիջիալոց, որ նայում են մեր Վահագնը փաստորեն կարող են ներկայացնել նաև որպես վիշապ,
հրեշ, որը հենց ոչնչացնում է վիշապին, դառնում է վիշապաքար։ Մեր այդ այծերի ժողովրդապատկերներին բան լավ երևում է իշպայծյանները եւ իրենց կապը կայծակի հետ։ Այդ ժամանակը, որ առաջանում է ծովինար, որի ինչարը չափից դուրս շատ եւ չափից դուրս հանճարեղորեն պատկերված է մեր ժայռապատկերներում, թե ինչպես այդ ինչ-որ համակարգը, ձև չունեցող համակարգից կամաց սկսում է ձևավորվել կնոջ մարմնով, վերին մասում եւ ինչ-որ հրեշային կենթանու կոչով, ինչ-որ էակ, որը այլ մեր մյուս հաջորդ փուլն է, որին հայերը հենց կոչել են ծովինար, հին հայերեն լեզվով նար նշանակում է սկիզբ, երևի սրբազան սկիզբ, որի համար է նարեկ, այդ բոլոր հենց նշանակում է նախասկզբի էություն եւ այլն։ Այդ ծովինարն է, որ արդեն ձևավորվեց ու մտավ հույների մոտ որպես քաոսային վիճակ, բայց ինչպես ասենք հույների մոտ գոյություն էր էրոսը, հենց առանձին, նա չի ծնված ոչ տարտարոսից, ոչ քաոսից, այնպես էլ մեր մոտ արդեն կա կաթնագետը կամ մեղրագետը որոշ ակունից, որից պետք է ջուր խմի ծովինարը։ Այսինքն ի սկզբանե տիեզերքը պատահական երևույթների դեպքերի շարանով չի զարգացել, այլ եղել է արարչական կամքը, էվոլյուցիոն զարգացման ուղղությունը, որը մինչև հիմա վիճում են մարդիկ, այսինքն մեր հայերը այդ գիտեն։ Այդ էկրանից հետո է, որ ծովինարը երբ որ խմնանեք լիքը բուր, պետք է ծնվեր համակարգված տիեզերքը, սանասարը, այսինքն սան, պայծառ, սար նշանակում է դեպի ոգեղենության ձգտում, կամ էլ կարելի է նույն ձևով ասել սան, որ նշանակում է սրբազան նյութ եւ սրբազան ոգեղենություն։ Մեր էպոսագետները եւ ընդհանրապես մեր պատմաբանները բավականին շատ գործ են արել, ապացուցելով, որ համաշխարհային բոլոր արիական էպոսներում սանասարը գոյություն ունի եւ բոլորը ընդունում են սանասարի ավանդությունն, ասենք ռուսները խոսելով իրենց 3 հսկաների մասին, որներ են գտնում, գալիս են Սվետագորի մոտ եւ Սվետագորը ոտով ավելի արագագնում, օգնում է դրանց ջիով քաշ տալուց, վերջնում բոլորին լսում է իր աջերը։ Իսկ իր ամուրնեսն հաղթանակից հետո գալիս է Արարատ, որպեսզի տեսնի իր նախահայրին, այսինքն այդ սանասարի որպես նախասկզբի հիմք, նաև երկրային պայմաններով տեսնում ենք, որ ինչ երկրում են երկրում, ուրեմն երկրի պայմաններով։ Հետաքրքիր է, որ մեր հայերը գտնում են, որ տիեզերքի արդեն դրանից հետո Բաղդասարից բնականաբար չպետք է լիներ որևէ սերունդ, որտեղ նա բաղդադված սարն է, եւ ուրեմն սանասարի ծնվում է տիեզերական սրբազան կառույցը, համձինս մհերի, հրի, ծնվում է Զենովողանը որպես ինֆորմացիոն դաշտի եւ վերգոն որպես նյութականության եւ ուրեմն ավարտում է տիեզերքի արարումը։ Հայերը գտնում են, որ այդ պայմաններում է ուրեմն մնում է նախասկզբնական կենտրոնը, որին հայերը հանճարեղ ձևով կոչել են բան բառով։ Բանը առօրյա խոսքում էլ հենց նշանակում է ամեն ինչ։ Դա կարող է լինել եւ գործունեություն, կարող է լինել եւ նյութականություն, կարող է լինել նաեւ ոգեղենություն, ժամանակ, եւ աստվածաշնչյան այդ թարգմանությունը ի սկզբանե բանն է եղել, բանն Աստված էր, բանն Աստծո մոտ է, ավելի շատ գալիս է ոչ թե քրիստոնեական հասկացողությունից, որ սկզբում եղել է լոգոսը կամ սկզբում եղել է խոսքը, այլ որ ի սկզբանե եղել է այդ եզերական սիստեմը, որը մնացել է նաև հիմա եւ արդեն մի քանի անգամ այդ մասին ասի եւ նարեկացին իր աշխատություններում խոսում է այդ եզերական ամբողջի մասին, որ խտացված պահում է իր մեջ, նաև Հովհաննես Դավթյանը իր գիոնային ընդհանուր դաշտի եւ հիմնարար դաշտի տեսություններում խոսում է այն մասին, որ գոյություն ունի այդ կոորդինացիոն կետը,
որտեղ, ասենք, անցյալը, ապագան, իդեան, մատերիան, առաջը, հետը գալիս համընկնում են այդ զրոյական կետում եւ պատահական չէ, որ հայերեն զրոն, չնայած ասենք ուրիշ լեզուներով նոր եւ այլն կա, բայց բոլոր եվրոպական լեզուներով մնացել է նաեւ զրոն, զորոն, որպես զորության, որպես ամբողջության խորհրդանիշ, որը պատկերվում է փոցը, որ փոցը վերցրա իր ափերում, ու պատահական չէ, որ թվային համակարգը սկսում է ոչ թե 1-ով վերջանում 0-ով կամ 10-ով, բայց սկսում է հենց 0-ով, որտեղ նա սկիզբն է եւ վերջը նա ամբողջն է, որ ամբողջ թվային համակարգը պարունակում է իր մեջ։ Եվ ուրեմն այդ աստղագիտության մասին խոսելուց չպետք է մոռանալ, որ գիտությունների կամ գիտության ճյուղերի առանձնացումը սկսվել է միայն Արիստոտելի ժամանակ։ Մինչև այդ հայերը եւ արևելքում են պահպանվել էր ամբողջ տիեզերքի, ամբողջ աշխարհընկալման ամբողջական միտքը եւ ասենք խոսել մաթեմատիկայի մասին առանց կայունի կամ երաժշտություն առանց մաթեմատիկայի անիմաստություն է եւ մեր նախնիները այդ քիչաստայությունից հեռու, բայց կարեւոր է գտնում են, որ ամբողջ աշխարհաճանաչումը բաժանում է ինչպես եւ անում են գոյություն ունեցող սիստեմ 3 մասի՝ նյութական աշխարհի ուսումնասիրում, ճանաչում, հոգևոր աշխարհի ճանաչում եւ ոգեղեն աշխարհի ճանաչում եւ գտնում ենք, որ ամեն մեկը ունի իր հիմնարար կետը։ Եթե բնական աշխարհի ճանաչումը մաթեմատիկան է, որի համար է Պլատոնն ասում էր չգիտես մաթեմատիկա լրիվ, ապա հասարակական գիտությունների հիմքը համարվում է պատմական փորձը, նիկվա ասելով պատմությունը, իսկ ուրեմն ոգեղեն գիտությունների հիմքը համարվում է երաժշտությունը, պատահական չէ, որ հայերի մոտ, ինչը հիմա էլ մնացել է, երբ խոսում են քանդակագործության մասին, ասում են քարի մեջ քարացած երաժշտություն, որտեղ իրականում երաժշտությունը համարվում է այդ ոգեղենության եւ պատահական չէ, որ երբ որ ասենք Կոմիտաս կաթոլիկոսը ռուսիայի տաճարն էր կառուցում, միաժամանակ նաեւ ստեղծում էր Հրիսիմեի շարականները, որովհետև աշխարհի ճանաչումը առանձին վերում է նրան ինչին որ բերել է։ Հիմա մենք ունենք, ասենք, տնտեսագիտություն կոչվող առարկա, որտեղ պնդում են, որ տնտեսագիտությունը չի ուսումնասիրում, թե իր արտադրած կաթը ով է խմելու, սովից մեռնող երեխան, թե փողոցի շուն է։ Իրանց կարևորն է, որ քիչ ծախսումներով շատ եկամուտ ստանան։ Ծաղամբարյականություն։ Հիմա գիտնականները, բնական գիտությունների մասնագետները պնդում են, որ եթե հասարակական գործիչները, հասարակագիտության ուղղություն իրեն չխանգարեն, իրանք կարող են սա մարդկանց 3 անգամ ավել կիրակրել։ Հասարակական գիտությունների մասնագետները պնդում են, որ բնական գիտությունները դուրը քանդել են եւ իրավիրում են, իրականում դրա ամբողջ պատճառն այն է, որ մենք աշխարհը բաժանել ենք մասերի, իսկ գուցե դա այդ ժամանակ անհրաժեշտ է, որտեղ եթե որևէ մեխանիզմ դուք ուզում եք ուսումնասիրել, դրանից հետո ասենք ընդհանուր ուսումնասիրելու անհրաժեշտ մասերը նայել առանձին, բայց այդ մասերը ուսումնասիրելուց հետո միևնույն է, մեքենայից ոչ մի բան չեք հասկանա։ Անհրաժեշտ է, որպեսզի այդ մեքենան նորից հավաքվի, նորից ուսումնասիրի։ Այսինքն հիմա մարդկության առջև դրված ամենակարևոր խնդիրն է նորովի նայել աշխարհին, աշխարհաճանաչման սկզբունքներով, հենց ոնց որ նայում էին մեր նախնիները։ Ես հավատ չունեմ, որ եվրոպացիները կամ առավել ևս ամերիկացիները կանեն, դա ծնվի, ձևավորվի մեր հողում կամ մեր հողի մոտ ընկած տարածքներում, որտեղ հիմա մասին մեկին լեկցիայի շարունակություն ասեմ, որ խիստ ակտիվացել են հայկական դաշտերը, խիստ ակտիվացել է Երզնկան, որի հետևանքով 3 տարի առաջ գոյություն չունեցող արիվանները հիմա արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով 13-ից 15 միլիոն են։ Եթե մենք չողոքեղենանանք եւ չկարողանանք կապվել մեր այդ հայկական կենսաբանական դաշտերի հետ, Հայաստանը մեզ պարզապես դուրս կշտկի Հայաստանից։ Մենք ընկնենք ասորիների օրը, ասորական սինդրոմը կաշխատի մեր համար, երբ 608 թվականի Քրիստոսից առաջ Ասորստանը ոչնչացավ 50 տարվա մեջ
մի քանի միլիոնանոց ասորիներից ոչինչ չմնաց, որտեղ երբ որ կտրվում են արմատները, ծառը չորանում։ Հայերը մի օր Հայաստանից դուրս եկան, ես ձեզ գարանտիա եմ տալի, աշխարհում բոլոր ապրող հայերը կսկսեն տարբեր հիվանդություններից մեռնել կամ կորցնեն իրենց հայ լինելու ընդունակությունը, այսինքն ոչ կարողանան լավ փող աշխատել, ոչ կարողանան գյուտել անել, ոչ պարզապես կդառնան երրորդ սորտի եվրոպացիներ։ Մարդկությունը կվերանա, կարծում եմ, ոչ թե կարծում եմ, վստահ եմ։ Ես ձեզ հետ լրիվ համամիտ եմ, որտեղ մենք այդ մասին խոսեցինք, եթե Մասիսից ստացված ինֆորմացիան յուրաքանորն է 700-800 մշակված չգնա, չի լինի աշխարհի ամբողջ էվոլյուցիոն զարգացումը։ Այսինքն, բայց ես ազգայնական եմ, ես գտնում եմ, որ երբ որ մարդու օրգանիզմում թոքերը իրանց ֆունկցիայի մասին սկսել մտածել ամբողջ օրգանիզմի մասին, այդ օրգանիզմը հաստատ կմեռնի։ Թոքերը պետք է մտածեն իրենց ֆունկցիան իրականացնելու սիրտը իրա, այսինքն ամեն մեկը պետք է լուծի իր խնդիրը, դրանով լուծելով ամբողջականության խնդիր, բայց ասում եմ, որ մենք այդպես փոքր չենք, մենք այդպես ֆերտ չենք։ Հայաստանում ծնվում են հանճարի գաղափարներ, այսինքն չեն ծնվում, սկսում ենք գենետիկ կոծված հիշողությունության շրանքները վերականգնել, դրա մի մասն է ասպեկտությունն է, եւ պատահական չէ, որ Հայաստանում նորից ինչքան էլ փորձեցին սպանել լազերային ֆիզիկայի պես նաեւ ասպեկտությունը, ոնց որ ասպեկտությունը հիմա վերածնվում է, մի քիչ գիտեմ, եւ ամենահետաքրքիրը հենց վերածնման առաջին քայլում մեր ասպեկտության ամբիոնը որոշել է մտցնել նոր առարկա ասպեկտության զարգացման պատմություն նյութը, որը ինձ թվում է հանճար է ու ճիշտ բան է, որի համար ես շատ շնորհակալ եմ Հյուրականի Ասպետյանի տնօրենին նաև, չգիտեմ ինչ կան, ես կարողացա, մոտավորապես երևի սա է ուզում ասել, հարցեր կան։ Ասացիք խիստ ակտիվացել է Երզենկա, մի քիչ եք բացի դա ինչ է նշանակում։ Կներեմ ում որ կրկնությունը, ուրեմն դու հելնելով միայն քրիստոնեական ուրեմն աղբյուրների վրա, որոնք ավիրել են մեր սրբավայրերը, ես կարողացա դուրս բերել, որ մեր հայերը հայկական լեռնաշխարհը պատկերացնում են որպես կենսաբանական դաշտեր, ուրեմն հանձինս, ովքեր պատմաբանները գիտեն, այս տարածքը ուրեմն Վանի թագավորության ժամանակ կոչվում էր Թումի, հիմա ուրեմն ուրարտակ գետնելները կարողանում են կարդալ որպես Թումի։ Այս տարածքը որն է։ Որ արած դաշտերի միջև ընկած տարածքը, որին Լևոն Դալիշյանը կոչում է 7 ակնի, գտնելով, որ այս տարածքում գոյություններ ուրեմն 7-ին նվիրված 7 տաճարներ, եւ որ 7 թեյ նվիրված տաճարը կոչվում էր Վրանյան կրակ կամ Աստված։ Ասացին, որ Աստված բառը հենց Լևոն Դալիշյանը բացատրում է, որ չի գալիս քրիստոնեությունից, որ Աստվածը դա հայկական գիծերից մեկն է, որը կենածառն է հանդիսանում եւ միացնում է երկրային սուրբ երրորդությունը, Անահիտը, Նանան եւ Բարշաման, որը մեկը ոսկեմազ, ոսկեծան, ոսկեհատ նյութական աշխարհն է, Նանան հոգեվոր աշխարհը, բարի լույսը, Բարշաման ոգեղենը եւ երկնային մհերը, Միհիրը, Վահակն է եւ Վահտեն, այդ կենածառը միացնում է եւ սա փաստորեն 7 ակնին է, ունենք մենք արևմտյան Եփրատի ափին 8 ակնին, Արամազը, որ բառացի նշանակում է ար, ոգեղեն ամբողջական եւ աստ սրբազան լուր, որի կենտրոնը գտնվում է Զնկայում, արի զնգոցը կա, որ բառացի նշանակում է 9 ակնին, հետի Սուրբ Կարապետի վայրում եղած Վիսանեի տաճարներ կամ զորած դուրը եւ դրանք փաստորեն են Արաքս, Արևելյան, Արևմտյան, Եփրատ գետերի եւ նրանց ակունքների մոտ
որոնց ակունքներով սկսվում են բյուր ակնից, եւ ուրեմն հայերը գտնում են, որ այդ 7 ակնի, 8 ակնի, 9 ակնի տեղեր են, որտեղ կարելի ավելի լավ կապել տիեզերական 7-ի, 8-ի, 9-ի եւ բացարձակի հետ։ Հիմա այդ դաշտերը ակտիվացել են, մենք խոսեցինք իրեն մասին, որ ամեն մի տիեզերքում ամեն ինչը ամբողջ լինելով ունի իր մասը, որ իր հերթին ամբողջ է։ Եվ ասենք հատկապես այս Հայաստանի քննելով, տեսանք, որ այս Հայաստանը սասիրով քննենք յարի, այժմյան մեր հայրենիքի մի մաս կազմող Մայր Հայաստանը նույնպես ունի իր դաշտերը, զորալ դաշտը, որը համապատասխանում է Արցախին եւ Սյունիքին, մեր զգացումային դաշտը, որը սկսում է Տաուշի շրջանից, իր մեջ ընդգրկելով նաև Ախրքալակի եւ Խապիսկայի մի մասը եւ մտնելով Տայքի շրջան արևմտյան Հայաստան եւ Ոգերեն դաշտը, որը սկսվելով Սևանից իր մեջ ընդգրկում է նաև Նաթիջևանը եւ այս 3 դաշտերի կենտրոնը համապատասխանում է Միքայելոս Հրազդան, Չարենցավան, Վարդունի այդ մասում, որտեղ պետք է լիներ եւ անպայման շուտով կլինի մեր հայրենիքի այս մասի մայրաքաղաքը, նաեւ որ մեր գառնին իրականում հենց նվիրված եղել է 7 ակնին Աստծուն, որն էլ պատճառ դարձավ, որ Գրիգոր լուսավորիչը վախեցավ քանդել այդ տաճարը, որովհետև եթե ուշադրի նայեք, նա կառուցված է երկրային սուրբ երրորդության, եռանկյան գագաթում, եւ երբ այդ տաճարի հետևն անցնում եք, դեռ սրակ կա, որը չգիտեմ, որ բարբարոսն է, որ ցեմենտ բետոն է լցրել 2 տարի առաջ, երբ որ ես տպագրեցի ուրեմն գառնի մասին հոդվածը, ուրեմն ձախ թևի վրա բլուրը կոչվում է ուրեմն վիշապի սեղան, իսկ աջ կողմինը կոչվում է դիցարան, այսինքն երկրային եւ երկրային սուրբ երրորդությունների այդ հատման գաղափարն է։ Հիմա այդ երզնգան, որը համապատասխանում է Արևմտյան Հայաստանի 8 ակնին ակտիվացել է, շատ լավ։ Ինչով ակտիվացել, ինչը կատարվում է։ Հիմա ասում եմ, չէ, մարդկանց հետ է կատարվում։ 3-4 տարի առաջ ոչ մեկը վերջին նշումը, ասեմ դες արիվանների մասին գտել է միայն 18-րդ դարի վերջերին, երբ ուրեմն քննել են նրանց իբր մուսուլմանական կրոնը, անգլիացիները, եւ գտել են, որ այդ կրոնը ընդհանրապես մուսուլմանության հետ որևէ կապ չունի, հայ քրիստոնեության ինչ-որ մի ավանդ է։ Հիմա երբ որ ուրեմն ուսումնասիրում է այդ կրոնը, Արիվան հենց այդ կրոնի անունն է։ Արիվան։ Արիվաններ, որ ասում են, Արիվանը իրական Հայաստանը։ Հիմա այդ կրոնը կար է։ 13-ից 18 միլիոն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով արդեն այս մի քանի տարի։ Այսինքն ակտիվորեն իրենք առանձնանում են եւ ձևավորում են որպես առանձին ազգություն, որովհետեւ այդ ակտիվությունը կա, նաեւ մեր խիստ ակտիվությունն է նկատվում մեր ասած 9-րդ մոտ հայկական տարոնի գավառում եւ դա շրջակայքում։ Նաեւ ստեղ ասում եմ գնացեք մեր Սյունիք, տեսեք ինչքան կարմրամաս հայեր են ծնվում, որը խոսում է մասին, որ վերականգնում է մեր հյուրատան արյունը, ավելի մարդունակ, բայց հենց ակտիվացման մասին խոսքը։ Տվյալներ կարող են տենալ, որ ակտիվացավ։ Ակտիվանալու ոչ։ Ես եմ ձեզ հետ հաղթարի։ Երբ որ այդ ակտիվությունը գտնում է հոգերեն դաշտը, դա ուրիշ է։ Այսինքն տեսեք հрьяաներ ասում են ամեն 2000 տարիներ պետք է իրենք հավաքվեն Երուսաղեմում Սինան լեռան մոտ։ Իրենք հաճախ ձեով գիտեն թե ինչ է։ Որտեղ իրենք գիտեն, որ այդ տարածքի ակտիվացումը անհրաժեշտ է իրանք արդեն 1900 թվերից հավաքվեցին, հիմա ինֆորմացիա ստանալուց հետո որից ուզում են ծվրվել։ Ամեն ինչ անում են իրանց գլխին, որ նորից ողբան, որ իրանց նկատմամբ գենոցիդ են անում։ Իսկ ասենք գնչումները, տեսեք, ինչ հիմա մնացել են 1200 թվականներին, որտեղ իրանց հայրենիքից հեռացել են, չեն ստանում այդ կենսաբանական էներգիա։ Ուղղակի շատ երկար է, կարող ենք տարածք նկատել, թե ինչ փոփոխություններ է կատարվում Հայաստանում։
այնպես պետք է համարական դաշտի ազդեցության տակ։ Չէ, նկատենք ոնց նկատենք, ես նկատի ունեմ աղբյուր մի հատ տեսնենք, գրված ինչ-որ ստատիստիկ փաստեր։ Ստատիստիկ փաստեր, ասեմ ձեզ մի հասարակական։ Տակրած ակտիվացում ես օրինակի համար կարող եմ փաստել, որ չկա, ժողովուրդը պարկած է։ Ստես։ Գետնի վրա ընկած է, ոչ մի դիմադրողական համակարգ չկա, մի բուռ մարդ է, որ ակտիվացած է Հայաստանը։ Ուրեմն գիտեք ձեր ասած Օրինակ ես մի հատ էլ հասկանում, դուք ասեցիք աստղագիտության պատմություն։ Դա նոր պիտի անեն, թե ոնց։ Այս տարի փորձնակար մտել եմ, մյուս տարի դառնա պարտադիր։ Հա, եւ որոշված է ով է դասավանդողը, մասնագետ կա աստղագիտական պատմության։ Մասնագետ կիսակա պատրաստված դասակույտը որոշ չափով եմ ես խորհրդական եմ։ Հիմա հնագիտության ինստիտուտի տնօրենը համարում է քարահունջի վրա, եթե անգամ գրած լիներ ես աստղադիտարան եմ, դա հոգեկան հիվանդների երազն է, ապուշություն է եւ բացահայտ եթերով հայտարարվում է։ Հիմա ինչ եք արել իրեն եւ չի փաստել։ Ձեր ասելով ասեմ, եթե ես լինեի Պավլիկի տեղը կամ Դավիթ Պապիտայի Սերժ Սարգսյանին կամ հրաժարական տա այդ պաշտոնից, որովհետեւ ինքը երբ որ ասեց քարահունջում, չէ, հայկական կներեք Հայաստանում, այսինքն հիշեցնում եմ, որ դա հայկական չի, եւ ասում եմ ամենաշատը դա պետք է լինի Քրիստոս առաջ 1000 քանի թվերը, մի քանի օրից հետո Սերժ Սարգսյանն ասեց հայոց լեզուն 5000 տարեկան է։ Դրանից հետո ասում եմ, դուրս եկա, որ իր ասած դիլետանտները, հերունականությունը, որի դեմ պիտի պայքարել, մեր նախագահն է։ Ես ասում եմ, եթե ես իր տեղը լինեի, ես խաղատայ, այլ ոչ թե փողեր ստանայ, կամ Սերժին Դավիթայի դիտության փչացնելու համար, կամ ես պետք է իմ նախագահի համամիջերում դուրս գալ, բայց որովհետև նա այնպիսին է, ինչպիսին շատերը, շարունակման ինքներով։ Չէ, նրանք իրանց գործը անում են համապատասխան պատվերներով դրսից։ Խոսքը գնում այն մենք ինչ ենք անում։ Այն դու գալիս է այսպես բան, և չի ինտեգրացվում են հայկական միցը, որ վիրուսների դեպ պայքարել։ Երբ որ ուրեմն ես փորձեցի ինտերնետի շատ հեռու մարդ լինելով, Դիակոնովի կտակը մտցնել ինտերնետ, ոչ թե թուրքական սայթերը, այլ իմ ջարդուկուր դարեջին։ Չեն ուզում իմանալ, որ այն դիակոնը, որը գրում էր, որ Վանի, ուրարտացիներ, բանման, վերջում վերավոր նեղա են գալիս հայերի առաջ, վերևից պատձերով։ Մինչև հիմա ասում եմ, Պորտասարի մասին, սաղ աշխարհի գիտե, հայերը չգիտեն։ Որտեղ կարելի կարդալ, Պորտասարի։ Սայթեր Հայաստանից դուրս։ Ինչ բարի մեջ, Պորտասար հենց։ Մտեք ապեղեք, հա, հենց։ Մենք ձեզ ֆիլմ ցույց կտանք Պորտասարի մասին։ Իդեալ ասայթի մեջ Վարդյանի կա, ասում եմ ոչ մի հայ չի գնացել։ Հակա չէ։ Ընդեղ փակ են, ընդեղ գիտեք ինչ են քթել, որ թուրքերը չեն ցույց տա աշխարհին։ Ընդեղ գտնված են նաև Եվրոպական Ինչու՞ չտալ ապը, դա 80-ական չի։ Հայկական